Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հայտարարություն է տարածել անդրադառնալով Քասախ և Պրոշյան բնակիչների բողոքին։ Հայտնում ենք, որ միասնական երթուղային ցանցի բարեփոխման ծրագրի շրջանակներում Կոտայքի մարզի Քասախ և Պրոշյան բնակավայրերի բնակիչների կողմից Երևան համայնքը սպասարկող տրանսպորտի իր վարչական տարածք հետքաշման և բնակավայրեր միջմարզային տրանսպորտի մուտք գործելու հարցի առնչությամբ բողոքի բարձրաձայնումից ի վեր տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից բազմաթիվ հանդիպումների և քննարկումների արդյունքում առաջարկվել են խնդրի լուծման մի շարք տարբերակներ, մասնավորապես փոխադրավարձի նվազեցում, Պրոշյան-Երևան 250 դրամի փոխարեն 200 դրամ, Քասախ-Երևան 200 դրամի փոխարեն 150 դրամ, չվացուցակող սահմանված երթերի քանակի ավելացում, Երևանի տրանսպորտին հասանելիություն բնակավայրերին հարող միջպետական ճանապարհից տրանսպորտային միջոցների թվաքանակի ավելացում, Երևան քաղաքում վերջնակետի փոփոխություն։ Նշված առաջարկներից ու ձեռնարկված քայլերից հետո որոշ բնակիչների կողմից կրկին բողոքի ակցիաներ ձեռնարկելն ու անհնազանդության գործողությունները գնահատում ենք որպես ապակառուցողական, ինչը վտանգում է տրանսպորտային բարեփոխման շարունակականությունը, խնդիրներ է առաջացնում Երևան համայնքին սահմանակից այն բնակավայրերի բնակիչների համար, որտեղ գործում է միջմարզային տրանսպորտը։ Հնչող պահանջները չեն տեղավորվում նաև գործող օրենսդրության շրջանակներում, ասված է նախարարության տարածած հայտարարության մեջ։